Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։ Բարի երեկո, պարոն Արամյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Արամյան, այսօր ազգային ժողովում ընթանում է 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը։ Ես ուշադիր լսում էի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, վերջինս հպարտությամբ հայտարարում էր, որ 2018-ից ի վեր 2025-ի բյուջեն իրենց հերթական ձեռքբերումն է, մասնավորապես հարկերի հավաքագրման առումով ասում էր, որ 300 միլիարդ դրամով ավելի հարկեր ենք հավաքել, հետևապես այն ծրագիրը, որը 5 տարի առաջ իրենք ներկայացրել էին որպես կառավարության ծրագիր, զուտ տնտեսական բլոկի մասով, իրենք գերակատարել են։ Ձեր դիտարկումը այս մասով։ Գիտեք, իրականում այստեղ ունենք մենք լավ լուր եւ վատ լուր, հա։ Լավ լուրը նա է, որ իրականում 22 թվականից այս կողմ, հա, 21 թվականը դե իրենց ծրագիրն էր հնգամյա, 22 թվականին մենք տեսանք, որ 2022 թվականին մեզ մոտ տնտեսական աճը ավելի բարձր եղավ, քան թե կանխատեսվում էր, եւ այդտեղից ձգվեց մինչեւ 2025 թվականը, եւ իրականում այո, տնտեսական ցուցանիշները տպավորիչ են, բարձր են։ Մենք չենք կարող փաստել, որ ցածր մենք տնտեսական ակտիվության միջավայր ենք ունեցել, եւ երկրորդը հարկերի հավաքագրումները եւս բավականին լավ են եղել, սա փաստեր են, որոնք որ թվերն են արձանագրում, բայց մեկ այլ խնդիր կա այդտեղ, հա, արդյոք դրանք կայուն են եւ երկարաժամկետ են, արդյոք դրանք հիմնված են մեր սեփական տնտեսության առողջականության վրա, որի մասին ես միշտ խոսում եմ, գիտեք, գոյություն ունի տնտեսագիտության մեջ երկու տեսակի տնտեսական աճի մոդել, հա, մեկը պահանջարկով քաշվողն է, մյուսը առաջարկով մղվողն է։ Երկրորդ մոդելը, որ առաջարկող մղվող մոդել ավելի կայուն է։ Դա կախված է նրանից, երբ որ դու ներդրումներ ես կատարում, երբ որ քո տնտեսական միջավայրը գնալով բարելավում է, երբ որ տնտեսվարողները հեռանկար են տեսնում քո տնտեսության մեջ եւ իրանք են ներդրումներ կատարեն եւ ոչ թե դա կախված է նրանից, որ արտաքինից փող է գալի, այդ փողը գնում է բնականային շինարարության մեջ, այդ փողը գնում է ծառայությունների մեջ, որոնք տրադիցիոն ոչ արտանելի հատված են եւ քո տնտեսությունը ծաղկում է։ Այս երկրորդ մոդելը։ Երբ արտաքինից փող է գալիս, նկատի ունեք վերարտահանումները։ Եվ վերարտահանումները, եւ տրանսֆերտները, եւ այն գումարները, որոնք որ գնում են, ինչու՞ չէ, նաեւ մեր հայրենակիցները դեռևս շարունակում են արտաքին աշխարհից ներդրում կատարել բնակարան ձեռբերելու մեջ, հա, սրանք, բայց հասկանում եք, բնակարանը դա երկարաժամկետ սպառման ապրանք է, որովհետև մեր տնտեսությունը, մեր երկիրը, հա, դա մենք туриզմի գերազանցության կենտրոն չենք։ Այնպես ինչպես Կիպրոսը կամ ասենք դե հա ծով չունենք։ Այո, որովհետև մեզ մոտ սալդոն, եթե նայենք օրինակ մեր ռեզիդենտները, երբ որ գնում են туриզմ արտաքին աշխարհում եւ արտաքին աշխարհի ռեզիդենտները գալիս են մեզ մոտ հանգստանալու, այդ սալդոն գրեթե չնչին է հնայի մեջ տոկոսի առումով, հա։ Մենք սկի 1%-ի չափով դրական սալդո չունենք դեպի ներգնա տուրիզմ, որում դրա մեջ են բավականին շատ են ռուսների մասնակցությունը, ռուսական այսպես ասած տնտեսության միջավայրի մասնակցությունը բավականին մեծ է։ Եվ այս համատեքստում տեսեք, տնտեսական աճի կառուցվածքը, այո, եղել է տնտեսությունը աճել ավելի բարձր, բայց դա մեր ներուժի հաշվին չի եղել։ Ես դա փաստեր եմ արձանագրում, գիտեք 2001-2003 թվականներից, երբ որ սկսեց մեզ մոտ տնտեսական ակտիվությունը էական բարելավել մինչև 2008 թվականը, այն ժամանակ էլ էր մեզ թվում է, թե մենք ունենք բավականին լուրջ մկաններ, տնտեսական մկաններ, կարող ենք բարձրացնել մինչև տնտեսական աճի, ասենք 10-11% ծանրաձող, բայց 2008-9 թվականը ցույց տվեցին, որ դա խապկանք էր, որովհետև իրականում դա դրսից փող էր գալի։ Հիմա նմանատիպ վիճակ է մեզ մոտ։ Տեսեք, պարոն Արամյան, դուք եք փաստում, որ տնտեսական աճի թվերի առումով, այո, թվերը լավ վիճակում։ Այո, այո։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, եթե ֆինանսների նախարարը ասում է մենք 300 միլիարդով ավելի հարկ ենք հավաքել եւ ըստ էության մեր բյուջեում փող կա, մենք խնդիր չունենք, այդ դեպքում ինչու է կառավարությունը ուղիղ 1 շաբաթ առաջ ընդունում որոշում եւ ակցիզային հարկը բարձրացնում։ Իսկ դա նշանակում է, որ ակցիզային հարկով հարկվող ապրանքները, դիզվառելիք, ծխախոտ եւ այլն, դրանք թանկանալու են սպառողների համար։ Շատ բարձր, եւ ոչ միայն ակցիզային հարկը, ես կարծում եմ, որ դրան հետևելու են նաեւ
այլ հարկատեսակների բարձրացումը եւ դա անխուսափելի է կամ էլ պետք է որովհետեւ կառավարությունը վերցրել է չափից շատ ընթացիկ պարտավորություններ ընտրություններից առաջ մենք հիշենք տվեցին խոստումներ թոշակների բարձրացման մասով դա մոտավորապես տնտեսության բյուջեի մեջ առաջացրեց մոտ 73-ից 78 միլիարդից անաբերվայություն 10000 դրամները երբ որ բարձրացրեցին մի լրումն դա նրա երբ որ թոշակառուներին խոստացան նաև քեշբեքեր 20%-ի չափով, դա մոտավորապես գնահատված է 25-27 միլիարդ դրամ, հա, այսինքն 100 միլիարդ ընթացիկ 10000 դրամ ավելացում է։ Ընթացիկ պարտավորություններ ստանձնել է, որը որ միայն այս տարի չի լինելու, Աղոնի ջան, հասկանում եք, դա լինելու է եւս մյուս տարի, մյուս տարի եւ այլն։ Դրանի լրումը, գիտեք, մենք դեռևս չենք կայունացրել պարտադիր առողջապահական ապահովագրությունը։ Եվ դա համակարգը լինում է երկարատև եւ հուսալի, եթե դա ֆինանսապես կայուն է։ Իսկ ապահովագրությունը ո՞նց է աշխատում։ Ապահովագրությունը ինքը պետք է ոչ միայն, ասում եք, ապահովագրությունը ունի 3 գլուխներ՝ ապահովագրական կառավարում, ֆինանսական կառավարում եւ ապահովագրության արդյունքում, ասենք, ծառայությունների կառավարում։ Այս 3 մասերն են։ Ծառայությունների կառավարումը իդեմս առողջապահական ծառայությունները կարծես թե բոլորը գոհ են։ Ապահովագրական կառավարումը այս պահի դրությամբ 50-ին է, որովհետև երկարաժամկետ ակտուարական հաշվարկներ չկա։ Ֆինանսական կառավարումը ես այստեղ խնդիրներ եմ տեսնում, որովհետև ասենք դրա մեջ կան, ասենք, նաև պարտավորություններ, որոնք որ 27 թվականից են մեկնարկել, օրինակ 500,000 դրամ եւ ավել ստացողները աշխատավարձի ֆոնդ աշխատավարձ ունեցողները բնականաբար նրանք ունեն նաև հնարավորություն դիմեն եւ հետ ստանան որոշակի մաս իրանց վճարած գումարն եւ դա բյուջեի վրա անաբերվածություն է։ Իրենք 102 միլիոն եվրո վարկ վերցրեցին ապահովագրության համար, այսինքն վարկը վերցրել են։ Հարկային բեռը ավելացրել են, բայց դուք ասում եք ֆինանսական հատվածում խնդիրներ կան։ Գիտեք, ես ասում եմ, որ ընդհանուր բյուջեում դեռևս խնդիրներ կան, որովհետեւ մենք մոռանում ենք, Աղավնի ջան, որ նաեւ տնտեսական աճի կառուցվածքը այդքան էլ հիմնավոր չէ, ուժեղ չէ։ Բացեք մի հատ նայեք, տեսեք, կամ օրինակ հարկերից եք խոսում, բացեք նայեք առաջի տեղում որն է խոշոր հարկատունները։ Մոբայլ ցենտրը ինչ եք կարծում, ինքը արտադրող է, ինքը վերարտանող է, այո, վերարտանող է եւ դեռ ես կարող եմ ասել, մոտ մենք ընդհանուր մեր արտահանումը 1 միլիարդից ավել է դոլարային առումով, դրա շուրջ 95%-ը, ասենք սարքեր, ապարատներ, այդ տեխնիկան եւ այլը, որը որ մոբայլ ցենտրը վերարտանում է դեպի Ռուսաստան։ Հա, շուրջ 960 միլիոն դոլարը, եթե հիշողությունս չի դավաճանում, թե 998 միլիոն դոլարը ներողություն, դա գնում է դեպի Ռուսաստան։ Մենք այսօր մտել ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, եւ դա ունենալու է հետևանքներ։ Այն, որ կառավարությունը փաստում է, որ մենք դեպի կթեքվենք, դեպի կդիվերսիֆիկացնենք դեպի Եվրոպան, դա լոկ խոսքեր են։ Եվ Եվրոպան մեզ փող կտա, ասում են։ Ես այն օրը լսում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ասում է դե միջև 20-30 միլիարդ դոլար մեր բյուջեն, մեր պետական բյուջեն ի վիճակի է սուբսիդավորել։ Դա մի կողմ, բայց մյուս կողմից մենք ունենք Եվրոպայից խոստում սուբսիդիաների համար մեզ փող կտա։ Եվրոպան նույն կերպ նաև Վրաստանին բավականին շատ ավելի մեծ անգամ խոստումներ տվեց, նույնիսկ այն դեպքում, երբ որ Վրաստանը լիարժեք ուղղակի այն ժամանակ փակվեց դեպի Ռուսաստանը, իդեպ վրացական կախվածությունը ռուսական տնտեսությունից այն ժամանակ անգամներով ավելի թույլ էր, քան թե մերը, բայց ես մի քանի փաստերի մասին եմ ուզում բարձրաձայնեմ, որը որ ուղղակի հորս է ցնդեցնում կառավարության թեզերը ինչ առումով, որ մենք շատ առանց ցավի սուբսիդիայի հիման վրա կարող ենք տեղափոխվել դեպի Եվրոպա։ Նախ համար առաջի թեզը։ Իրականում մեր տնտեսությունը 2018 թվականից այս կողմ դեպի ռուսական տնտեսություն կախվածությունը մեծացել է, կոնցենտրատվածությունը դեպի Ռուսաստան մեծացել է։ Արտաքին առևտրում տեսեք, 2018 թվականը երբ որ նայում ենք, դեպի Ռուսաստան եւ դեպի ԵՄ երկրներ գրեթե նույնչափ արտահանում ենք մենք ունեցել, հա 683 միլիոնի չափ եղել է դեպի ԵՄ երկրներ եւ 666 միլիոնի չափ դոլարային արտահայտությամբ եղել է դեպի Ռուսաստան։ Այդ դա դիվերսիֆիկացիա է իսկական։ Այո, ասեմ ավելին, եթե մենք նայում ենք մենք երբ մտանք ԵԱՏՄ 2015 թվականին, այո, 15 թվականին ԵՄ արտահանումը եղել է 440 միլիոն դոլար, 2018-ին 683 միլիոն դոլար, այսինքն 50%-ով շուրջ աճել է։
Լավ, այդ 3 տարիների ընթացքում այսա ես հասկանում եմ, որ աճը դեպի ԵՄ ամեն դեպքում կա։ Ինչու՞, որովհետև այն ժամանակ կար նաև տեսլական, որ տնտեսապես մենք Եվրոմիություն ԵԱՏՄ-ի մեջ են, բայց մենք ունենք նաև ՍԵՊԱ համաձայնագիր, որտեղ կար նաև վիզաների ազատականացում, որտեղ մեր որը այս իշխանությունը թմկարում է Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված, բայց դա հասկանում եք, մեր վարորդները կարող էին առանց վիզայի անարգել, եթե դա իրագործվեր, մուտք գործել դեպի ԵՄ, եւ սա գործոններ են, որոնք նպաստում են քո առևտրին։ Ես քիչ հետո նաև ակադեմիական աշխարհում հետս բերել եմ մի քանի բան, կհնչեցնեմ, որ դա այդպես չէ, որ ընդհանրապես մենք այսօր կարող ենք քնենք վեր գնանք եւ ուղղակի մեր ամբողջ բաները տանենք, ծաղիկները տանենք Եվրոպա։ Բայց հետո ասեմ, ինչը տեղի ունեցել 2018 թվականից այս կողմ։ 2025 թվականին ուշադրություն խնդրում եմ, արտահանումը դեպի ԵՄ երկրն է եղել է 666.9 միլիոն դոլար, փաստացի ցուցանիշն է, նույնիսկ նվազել է։ Լավ, մոտ 20 միլիոն դոլարով նվազել է։ Ինչ է եղել դեպի Ռուսաստանը, 666 միլիոնից դառել է 2 միլիարդ 964 միլիոն դոլար։ Անկամներով աճել է։ Իհարկե, այստեղ կա նաև վերարտահանումը, շուրջ 1.5 միլիարդի չափով կարող ենք դա անել, բայց ամեն դեպքում աճը անկամով է։ Ի համեմատ Եվրոպան։ Հիմա անիվը պտտեմ հակառակ ուղղությամբ։ Այո, բայց դա նախապես պետք է պտտեր։ Հասկանում եք, իմ ասելն է, տեսեք, թեզը, որ դեպի դիվերսիֆիկացիա գնալը դա շատ ճիշտ է։ Ամեն դեպքում կախվածությունը մեկից շատ վտանգավոր է։ Բայց միջև դու հասկանում ես, դու կոպիտ օրինակ բերեմ, ասեն քո գործատուին ապտակ հասցնելը կամ երեսին նատկել, դու պետք է այլ գործատու ունենաս, այլ օպցիաներ ունենաս, որպեսզի եթե այլ գործատուն ասում է ապտակը հասցրու արի, նոր կդառնամ քո գործատուն։ Լավ, այդ դեպքում համատեղել չի ստացվում։ Հիմա համեմատենք, լավ, համեմատենք նաև ծախքերը, հա, մենք ինչ ծախքեր ունենք։ Օրինակ խոսում են Եվրոմիությունը կփոխհատուցի։ Բերեք մի հատ վերջի ժամանակներն են։ Իհարկե իշխանությունը Եվրոմիության պաշտոնյանը, ես իդեպ գիտեք ամեն ինչ որ ասում եմ քաղաքականից դուրս, ես հասկանում եմ, որ բոլորը ունեն իրենց շահերը։ Այլ բան է, թե մենք մեր շահերը ոնց ենք դրսևորում, որովհետև Եվրոպան, այո, ինքը ունի իր շահերը, որքան քիչ գումարով կարողանան իրենց թշնամի Ռուսաստանին ավելի մեծ ապտակ հասցնել, այնքան ավելի լավ իրենց համար։ Ինչը խոստացել Եվրոմիությունը առ այսօր եւ փաստացի արձանագրվել 270 միլիոն եվրո ընդամենը։ Դա մի քանի տարվա որում փաթեթ է, ճիշտ է։ Եվ դրա մեջ իդեպ ասենք կանխիկ գումար, որ տալիս են, շուրջ կեսը կարելի է համարել, հա, որովհետև տեխնիկական օժանդակություն է։ Տեխնիկական սա փաստ ենք։ Նայենք մենք ինչ ենք ստանում Ռուսաստանից։ Մի պահ մտածենք դեռ արտահանումը հանգիստ թողենք, որովհետև ես ասի, տեսեք, մոբայլ սենթերը համար առաջի հարկատուն է։ Ինչու՞, որովհետև մոբայլ սենթերը ինքը վերարտահանում է անում, ես նույնիսկ կարող եմ ձեզ հենց այդ սարքել ապարատների թվերը ձեզ հնչեցնել, ինչ է եղել միջև դա եւ այդ սարքեր ապարատներից տեսեք, էլեկտրական մեքենաներ, սարքավորներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր 85 ապրանքախումբը, հա։ Ինքը օրինակ 2000-ից մոտ 24 թվականի ապրանքախմբերի ցուցանիշն է, 25-ը դեռ դուրս չի եկել։ Ուրեմն 22 թվականին ընդամենը եղել է 14.6 միլիոն դոլար արտահանումը։ Գիտեք ինչքան է եղել 24 թվականին, արդեն 998.867 միլիոն դոլար։ Հասկանում եք, եւ սրանից հարկ է տվել։ Դրա համար մոբայլ սենթերը դարձել է համար առաջի հարկատու, բայց սա էլ դնենք մի կողմ։ Դա ստացվում է Ռուսաստանի հետ առճակատումը կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։ Նույն մեկ ընկերության օրինակով։ Ընդհանրապես ես մեկ ասեմ, բայց տեսեք, մեկ երկրորդ կարևոր գործոն ասեմ։ Գազը մենք ներմուծում ենք Ռուսաստանից։ Եվ գազը դա գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այո մեզ տալիս է ոչ շուկայական գնով, որտեղ այսօր բորսայական գները տատանվել են տարբեր ժամանակահատվածում 400-ից մինչև 600 դոլար մեր խոհանարդ մետրի դիմաց։ Մենք այսօր ներմուծում ենք 177 դոլարով։ Ճիշտ է, 177 դոլարի պայմաններում, օրինակ 25 թվականին շուրջ 570 միլիոն դոլար մենք տվել ենք գազի ներմուծման համար։ Եթե մենք այդ գումարը կրկնապատկում ենք, այսինքն ենթադրում ենք, որ գազը կներմուծենք ոչ թե 177-ով, այլ 350 դոլարով մեկ խոհանարդ մետրի դիմաց, հա, դա նշանակում է, որ լրացուցիչ մենք 570 միլիոն դոլար պետք է վճարենք դրա համար։ Դա նշանակում է այլ հավասար պայմաններով, որ Ռուսաստանը կանխիկ գումարով
մեր սուբսիդավորում է տարեկան կես միլիարդ դոլարից ավել քեշ։ Միայն գազը։ Միայն գազի մասով։ Որտեղ տարբերություն չկա, գիտեք, աղջիկ ջան, ես ես օրինակի համար տալիս եմ, ենթենք այս թուղթը վաճառում եմ ձեզ 10000 դրամով, որը շուկայական է, հետո ձեզ տալիս եմ ենթենք 5000 դրամ, ասում եմ գնեք սա ինձանից 10000 դրամով կամ 5000 դրամով եմ ձեզ վաճառում։ Այստեղ պարոն Արամյան, ԿՊԱ-ականները, նույն ԿՊԱ-ական պաշտոնյաները հետևյալ մեսիջն են հողում ժողովրդին, որ ժողովուրդ ջան, $170 դա սահմանին է, մինչև դա հասնում է ձեզ, գինը դառնում է $400։ Հենա Եվրոպան էլ է $400։ Այսինքն իրենք այս թեզներ են շրջանառում։ Գիտեք, այդ թեզը դա ոչ մասնագիտական եւ դա ցածր մակարդակի թեզ է։ Ես բացատրեմ ինչու, որովհետեւ նրանք խառնում են մեծածախ գինը մանածախ գնի հետ։ Այստեղ ինչ որ մի բան կա։ Նախ համար առաջի թեզը, եթե այդ բաները իրանք նետում են ասպարեզ, բայց չէ որ մենք այդ գազը դա կարգավորող ոլորտ է եւ կա սահակների կարգավորող հանձնաժողով, հենց իրենց ինձ հանձնաժողովը, որը որ մենք ականատես ենք եղել, ինձ ծիծաղելի որոշումներ է կայացել օրինակ հեցի մասով, հա, որը որ ես մշտապես մասնագիտական տիրույթում դա չի բանանում, բայց ամեն դեպքում, եթե իրականում նույն ԿՊԱ-ականները մտածում են, որ դա շեղված գինդ է, հարց չի առաջանում, բայց իրանց սահակների կարգավորման հանձնաժողովը որտեղ են նայում, այսինքն իրանք ումից են բողոքում։ Իրենցից սահակների կարգավորման հանձնաժողովից։ Իդեպ նույն հանձնաժողովի նախագահը, երբ իրեն հարց տվեցին, բայց ես բացատրեմ ինչն է տարբերությունը, որովհետև դուք երբ որ տեսեք աղավնի ջան, երբ որ դուք ստանում եք այդ գազը, դա զուտ միայն գազի գինն է։ Բայց դրանից հետո դու պետք է համակարգի վրա ներդրումներ կատարես, որպեսզի համակարգը լինի հուսալի, չէ՞ որ դա մաշվում է, ամեն դեպքում այդ համակարգին դու պետք է վերանորոգումներ կատարես։ Դու պետք է այդ համակարգը սպասարկես, դու պետք է ունենաս աշխատակիցներ եւ այլ, սրանք ծախսեր են, որը դրվում է սահակների կարգավորման հանձնաժողովի սեղանին, հիմնավորում են, համոզում են սահակների կարգավորման հանձնաժողովին, որ դա ճշմարտացի է, աուդիտ են անցնում, այսինքն եթե սահակների կարգավորման հանձնաժողովը տեսներ, որ ինչ որ մի ծախս փչված է, նա չպետք է հաստատել այս սահակագին, ասել գիտեք ինչ կա, գնացեք սահակինը փոխեք։ Այսինքն նույն ծախսը լինելու է, եթե դուք այլ երկրից գազ առնեք $400-ով։ Պարտադիր, այսինքն մենք ինչ պետք է հաշվի առնենք։ Այդ նույն ծախսը, որտեղ ինքը հոդս չի ցնդելու քո ներդրումները, հոդս չի ցնդելու քո maintenance-ը պահպանման ծախսերը, որովհետև մեր կապիտալ ներդրումները եւ պահպանումը դրանք տարբեր ծախսեր են։ Հոդս չի ցնդելու այն աշխատակազմը, որը որ լինելու է եւ աշխատելու է, այսպես ասած իրանց խոսքով ասած գազավիկները, հա, այդ մարդիկ չեն ազատվելու գործից։ Այդ մարդիկ շարունակելու են եւ նրանց պետք է վճարել։ Եվ այդ պարագայում մենք պետք է ականատես լինենք, որ գազը սպառողին հասնող, տնտեսությանը հասնող կրկնապատկվելու է ծախսի առումով։ Ես դեռ տնտեսական էֆեկտներից չեմ խոսում, հավատին ջան, ես զուտ խոսում եմ հայմատում եմ, տեսեք ինչ է, ինչի հետ եք խոսում։ Ես ասում, ես Ռուսաստանի դատապաշտպանը չեմ, ես տնտեսական բաներն եմ։ Եթե Ռուսաստանը որոշում է այդ գազի փականը փակել Հայաստանի համար, որովհետև Հայաստանից իր ունեցած միակ ռազմավարական դաշնակցի հասցեին, այո, բացասական ու գրեթե ճշտամական վերաբերմունք է գնում։ Ես չեմ կարծում, որ կփակի, կարծում եմ կարող է հնարավորություն կա, որ որոշակիորեն գինը ճշգրտվի։ Գինը թանկացվի, այսինքն գինը ճշգրտվի, որովհետև դա այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը արդեն գնում է կոշտ քայլերի մեր այլ ապրանքատեսակների մազով, ինդեպ դա էլ հնչեցնում, որ մենք հասկանանք, մենք ինչ կախվածություն ունենք տնտեսապես Ռուսաստանից, ընդ որում գիտեք, Ջան, սովորաբար տնտեսական երևույթները տնտեսության մեջ միանգամից տեղի չեն ունենում։ Դա էլ պետք է հաշվի առնենք, այսինքն այն գործողությունները, որը որ կատարվեց դեռևս մայիս ամսին, դրա ձայնը մենք լսելու ենք, ենթադրենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին։ Ինչի օրինակ մեկ ընկերության օրինակով բերեմ, հա, երբ որ մի ընկերությունը կորցնում է շուկան, նա դեռևս չի շտապում, որ կողպեկը դնի, փակի, իր աշխատողներին գործից ազատի եւ այլն։ Ինչ է անում այդ ընկերությունը։ Ջանքեր է գործադրում, որպեսզի մտնի այլ շուկաներ։ Եվ դա ծախս է, բայց ժամանակավոր, չէ՞ որ նա զրկվում է կանխիկ ներհոսքից, փողի ներհոսքից, այսինքն բայց ինքը պետք է գոյատևի, կան պահպանման ծախսեր կամ հաստատուն ծախսեր, որը այսպես թե այնպես պետք է անի, աշխատողների աշխատավարձ կոմունալ ծախսեր, հարկեր եւ այլ։ Ինչ է անում ընկերությունը սովորաբար, երբ որ ընկնում է դեֆիցիտային իրավիճակի մեջ, գնում է վարկ է վերցնում, հետև կա վարկային գիծ։ Միառժամանակ նա ջանքեր է գործադրում, որպեսզի իր արտադրությունը պահի դա,
Դրա համար մենք այն գործողությունները, որ արեցին, տեսեք այսօր մենք տեսնում ենք ականատես ենք լինում, որ ծաղիկը ենթենք մեր շուկայում արդեն չնչին գներով է վաճառվում։ Չնչին գներով, բայց միևնույն ժամանակ կառավարությունն ասում է փող եմ տալիս տնտեսվարող, հասցրու Եվրոպա։ Եվ ես լսում եմ մեր պաշտոնյաներին քվական, ասում են մենք որակի սերտիֆիկատների առումով որևէ խնդիր չունենք, մենք համապատասխանում ենք եվրոպական որակին, ճանապարհի փողներ տնտեսվարող քեզ տալիս ենք, գնա հասի Եվրոպա։ Այդ դեպքում ես հիմա գիտականորեն երկրորդ բան ասեմ, տեսեք աղավնի ջան, դա ամեն ինչը տենց խոսքով ասել չի։ Նախ առաջինը ես միշտ ողջունել եմ, եթե դու գործողություն ես կատարում, որ քո տնտեսվարողները այս շուկաներ մտնեն, հա։ Դա պետք էր անել բավականին շուտ, մինչև ենթային Ռուսաստանի հետ նմանատիպ առճակատման գնալը, դա պետք էր անել 2018-19 թվականին, որ ես արդեն թվերը հնչեցրեցի։ Իրանց խոսքը եւ փաստը տարբեր բաներ են, որովհետեւ թվերը երբեք չեն խափում, աղավին ջան, թիվը ասում է, որ գիտեք ինչ է, մեզ մոտ իրականում 2018 թվականին չնայած որ կառավարության որտեղ գրած դոկտրինային հակառակը դիվերսիֆիկացիան ընկել է։ Եվ դիվերսիֆիկացիայի քաղաքականություն եղել է 15 թվականից մինչև 18 թվականը, այն ժամանակ, երբ որ նույնիսկ ԵԱՏՄ անդամ դառանք, այդ ժամանակ մենք կարողացանք նաև դեպի Եվրոմիություն մեր արտահանման ծավալները աճացնենք։ Հիմա գիտեք, աշխարհում գոյություն ունի առևտրի տարբեր տեսություններ, որոնք որ գաղափարը շատ պարզ է, աղավնի ջան, ասենք դու սովորաբար առևտուր ես անում այն քո հարևանի հետ կամ այն անձի հետ, ում հետ լավ լեզու ես գտնում, կամ որոշակի բարիերներ, որոնք խոչընդոտում են։ Դա կարող է լինի լեզվական բարիեր, դա կարող է լինի ադմինիստրատիվ, իրավական բարիեր, ճանապարհային բարիեր եւ այլ, մշակութային եւ այլն։ Որովհետեւ դու ավելի հեշտ ես լեզու գտնում ենթային վրացու հետ, որովհետեւ նույն մշակույթը ունեք, քան ճապոնացու հետ։ Հա, օրինակի համար ենթանենք նույն մշակութային առումով, ենթանենք այս ժեստը իտալացու մոտ սա համ կոպիտ ժեստ է, իսկ ճապոնացու մոտ այս ժեստը նշանակում է մենք ունենք միասնություն։ Ես տարական բաներ եմ ասում, որոնք որ բարդացնում են քո մուտքը դեպի այդ շուկա։ Հիմա տեսեք, նախ եվրոպական շուկան բավականին սատուրացված է, հագեցված է, եւ այնտեղ մուտք գործելու համար դու բավականին շատ պետք է մարքեթինգային ծախսեր անես, ճանաչողականության ծախսեր։ Գնալ այն ապրանքը տենտեղ հասցնելը չէ։ Այո, դա բավականին դարակաշարի վրա։ Եվ դարակաշարի վրա, եւ բացի դրանից, տեսեք, գոյություն ունի մեկ պրոֆեսոր, իմ վերջերս ես իր աշխատությունների հետ ծանոթացա, ինքը Նյու Յորքի համալսարանի Stern Business դպրոցի պրոֆեսոր է, Ջեմավատը, Պանջամի Ջեմավատը, եւ նա ունի բավականին հայտնի գործիքակազմ ստեղծած բոլոր երկրների համար։ Իմաստը ինչի մեջ է։ Կհիշեք, ժամանակին կառավարությունը խոսում էր ինչ-որ գրավիտացիոն պարզագույն մոդելների հետ։ Գրավիտացիոն մոդելները տնտեսական կյանքի մտը 70-ական թվականին, բայց Ջեմավատը իմաստը ինչի մեջ է, որ հիմնականում երկրները դա ձգողականությունը տնտեսապես իրար հետ առևտուր անելու ձգվում են այն երկրներից, երբ որ դիստանցիան, այսինքն հեռավորությունը ավելի փոքր է, ասենք մենք ավելի հեշտ ենք արտահանում դեպի Վրաստան, քան թե տանենք ենթադրենք Բրազիլիա։ Բայց բացի դրանից Ջեմավատը, տեսեք, ասում է այդ գրավիտացիոն մոդելների մեջ կան նաև որոշակի չափորոշիչներ, որը պետք է դու հաշվի առնես։ Հմայքը իր աշխատությանն է, որ նա ոչ միայն այդ ֆիզիկական հեռավորությունները, որ հաշվարկել է, ասենք օրինակ Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական հեռավորությունը որքան է։ Նա ասել է այդ հեռավորությունը մի հատ նայենք, ավելի հեռվանում է, թե մոտիկանում է, եթե ուշադրություն, մենք հաշվի ենք առնում եւս մի քանի կարևորագույն հանգամանք։ Առաջինը մշակույթը, լեզվական խնդիրները, հա, կամ ասենք նիստու կացը, մոտեցումներ եւ այլ։ Ասենք ավստրացին գերմանացու հետ ավելի հեշտ է լեզու գտնում, քան օրինակի համար կարող է ավստրացին ենթային ռուսի հետ լեզու գտնել կամ իրանացու հետ։ Մենք իրանացու հետ ավելի հեշտ լեզու գտնենք, քան թե ենթադրենք մեկ այլ ազգի ներկայացուցիչ։ Այո։ Երկրորդը դա ադմինիստրատիվն է, իրավական դաշտերն են, հա։ Մենք ավելի հեշտ ենք, եթե նույն իրավական դաշտում ենք, հենց ԵԱՏՄ-ն դրամոնով է, իրավական դաշտերը կամ տնտեսական թեմին վերաբերող կարտեստը սկսում են համակցվել իրար հետ։ Ավելի հեշտ ենք իրավական դաշտերով իրար հետ կամ նույն ունենք ազատ առևտրի գոտի կամ ընդհանուր տնտեսական միություն, քան օրինակի համար մենք մեր տնտեսվարողը ենթենք իր ապրանքը արտահանի օրինակ Մեծ Բրիտանիա, որտեղ նույնիսկ
իրավական համակարգը էապես տարբեր է մեր իրավական համակարգից։ Այսինքն ինքը բեռը ամբողջությամբ մնում է տնտեսվարողի վրա։ Այս սրանք բարիերներ են, որոնք հասկանում եք, դա թղթի վրա գրված, դա փաստացի բարիերներ են, եւ երրորդ բարիերը դա տնտեսականն է, այսինքն սովորաբար խոշոր երկիրը, ավելի մենք տեսնում ենք, չէ՞, Վրաստանը մեզ ավելի մոտ է, բայց դեպի Վրաստան ավելի քիչ արտահանում են, ինչու, որտեղ փոքր շուկա է, Ռուսաստանը բավականին մեծ շուկա է, հասկանում եք, տնտեսական որոշակի բաներ կան, որը որ եւս քեզ քաշում են եւ աշխարհագրական այդ ֆիզիկական տարածքը բնականաբար չեմ հավատա հաշվի առել նաեւ ենթակառուցվածքները եւ ինչ եմ ուզում ձեզ հնչեցնեմ ես ուղղակի հանել եմ իր այդ գործիքակազմը եւ դեպ սա բաց է բոլորը ով ցանկանում է կարող են փորձարկել այս գործիքը նայենք տեսնենք օրինակի համար ինչպես է դիստանցիաները փոխվում տեսեք ես հիմա կա երկու տեսակի դիստանցիաներ հեռավորություններ աշխարհագրական դիստանցիա եւ կա այդ քայջը դիստանցիա ասածը քեյջ որը որ այդ գործիքակազմը որը ստեղծել է Ջիմավատը եթե քիչ դիստանցիայի ցուցանիշը ավելի ցածր է քան քո աշխարհագրականը նշանակում է տնտեսական մշակութային ադմինիստրատիվ եւ նաեւ աշխարհագրական գործոնները նպաստում են որպեսզի դու ավելի հեշտ մուտք գործես քեզ օժանդակում են օգնում են դրանքի նպաստ են քեզ եթե հակառակն է ֆիզիկական դիստանցիան ավելի ցածր է քան թե քեյջ դիստ նշանակում է դու ունես բավականին լուրջ բարիերներ հիմա մենք դրան ենք գնում ես հիմա հնչեցնեմ տեսեք օրինակ Ռուսաստանը ուղիղ գծով մեր հեռավորությունը 2081 կիլոմետր է լավ Երբ որ մենք հաշվի ենք առնում ադմինիստրատիվ, մշակութային, տնտեսական եւ աշխարհագրական այս գործոնները, շուրջ 23%-ով նվազում է բարիերները։ Դիստանցիան դառնում է 1598 կիլոմետր։ Այսինքն այս ամենը, այս բոլոր գործոնները հավաքական մեր օգտին են, մեր տնտեսվարողի օգտին են։ Մեր տնտեսվարողը խնդիր չունի, որ ընդհանուր հայկական կոնյակը ռուսներին ներկայացնի, հասկանում եք։ Եվրոպայում պետք է անի։ Վերցնենք ցանկացած բան, ասենք օրինակի համար Լեհաստան, հա, օրինակի համար 2319 կիլոմետր ուղղակի, սպասեք, սա ֆիզիկականն է։ Այո։ Երբ որ հաշվի ենք առնում այդ դիստանցիաները, դառնում է 2946, խորանում է, այսինքն վատանում է։ Վերցնենք Գերմանիան, հա, 2934 կիլոմետր է ֆիզիկական հեռավորությունը։ Երբ որ հաշվի ենք առնում ադմինիստրատիվ, մշակութային, տնտեսական եւ աշխարհագրական ներառյալ նաեւ ենթակառուցվածքների այդ գործոնները հեռավորությունը դառնում է 3555 կիլոմետր։ Լավ, դրա համար գիտեք այդ խոսակցությունները եւ որ ասում են դա ուղղակի այսպես ասեմ ոչ մասնագիտական բարի կամքի դրսեւորում է։ Այդ դեպքում առանց Ռուսաստանի եւ առանց ԵԱՏՄ շուկայի հայ տնտեսվարողը եւ Հայաստանի տնտեսությունը ինչ իրավիճակում է հայտնվում։ Ավնի ջան, բարդ է լինելու։ Բարդ է լինելու, ես նաեւ այդ դեպքում մեկ այլ ցուցանիշներ ձեզ համար հնչեցնեմ, որովհետեւ կան ապրանքախմբեր, որոնց գերակշիռ մասը մենք տանում ենք դեպի Ռուսաստան։ Լավ է, իհարկե ոչ։ Պետք է դա դիվերսիֆիկացնել, որ տանել ենթադրենք այդ ապրանքատեսակը փորձել մուտք գործել Եվրոպա։ Իհարկե, այո, պետք է փորձ անենք։ Բայց դա պետք է արվեր, հասկանում եք, այդ դիվերսիֆիկացիան Աղավնի ջան, տնտեսության մեջ արագ հնարավոր չի կատարել։ Նույնիսկ այն ստանդարտացումը, որ դու պետք է անցնես, դա այնպես չի, որ 1-2 օրվա մեջ դու կարողանում ես շատ արագ մուտք գործես։ Եթե նույնիսկ անցնես, հիմա սկսեմ։ Բայց կներեք, հիմա սկսեմ, ասում եք։ Բայց դու հա հիմա սկսում, բայց դա գին ունի, լավ կներ դուք շուտ սկսեիք։ Ասում եք գինը պետական բյուջեից, ես կտամ տնտեսվարողին։ Դե բերեք հաշվենք, ասենք դրա համար եմ ասում։ Հիմա մեր պետական բյուջեն ի վիճակի է անընդհատ տալ տնտեսվարողին փող։ Տեսեք, Աղավնի ջան, որպեսզի այդ մտածենք ի վիճակի է, թե ի վիճակի, մենք պետք է մտածենք, թե ասենք Ռուսաստանը ինչ խորությամբ եւ ինչ արագությամբ գործիքակազմը կկիրառի։ Դե տեսնում ենք, որ նահանջի միտում չունեն իրենք։ Ամեն դեպքում բայց կամաց է։ Հնարավոր է օրինակի համար մեզ մոտ լինի տնտեսական անկումներ, բայց դիմադրենք։ Հասկանում եք, բայց եթե օրինակի համար գնաց շատ ավելի արագ տեմպերով, բնականաբար մեզ մոտ ավելի խնդիր կարող առաջանա։ Եվ երկրորդ հարցը կարող է այստեղ նաև տեղի ունենալ փոխարինում, այսինքն մեր կախվածությունը գնա դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Մենք այդ գումարների հաշվին սկսենք նորից, որովհետեւ նորից եմ ասում, մենք պահանջարկով քաշվող տնտեսություն է։ Այս դեպքում մեր հասարակությունը պետք է որոշի, ասենք ինքը պատրաստ է օրինակի համար, այո, ոչ միայն Թուրքիա, Ադրբեջանից այն հասարակության հետ նա գնա բանի մեջ, երբ որ այդ հասարակությունը
դեռևս խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ այլ։ Սա քաղաքական բան է փակել, բայց կոնկրետ ինձ որպես քաղաքացի սա խիստ անհանգստացնում է։ Առնվազն կուր եւ խուլ պետք է լինես, որպեսզի դա չհասկանաս, բայց խոսենք հիմա թվերի նորից լեզվով, տեսեք Աղավնի ջան։ Էլեկտրական սարքերը մենք ինչ որ արտահանում ենք շուրջ արտահանում ենք 1 միլիարդ 91 միլիոն դոլար, 24 թվականի թվերն եմ ասում, հա։ 91%-ը բաժին ենք գնում Ռուսաստանին։ Լավ։ Այսինքն մենք հիմնականում Ռուսաստան ենք տանում։ Սա վերարտահանումն է, որի հաշվին համարարչի հարկատուն ունենք։ Լավ, մյուսը, ասենք Վոգելից խմիչքները։ Մենք ունենք շուրջ 411 միլիոն դոլարի արտահանում ընդհանուր առումով 2024 թվականի թվերն եմ։ Դրա 80%-ը գնում է Ռուսաստան։ Շուրջ 335.9 միլիոն դոլարը գնում է Ռուսաստան։ Ունենք ավելի վատ իրավիճակներ, օրինակի համար, ասենք բանջարեղեն, այլ կերային արմատապտուղներ եւ ենթապտուղներ 7-րդ խումբն է երկնիչ դասակարգմամբ, հա։ Սրա ուրեմն 83.308 միլիոն դոլար է ընդհանուր արտահանումը, 97%-ը գնում է Ռուսաստան, հա։ Մեկ այլ ցուցանիշ ուտելի մրգեր, անկյուզեղեն եւ այլն 8-րդ դասի ապրանքախումբն է 96.7 միլիոն դոլար ընդհանուր արտահանումն է 94%-ը գնում է Ռուսաստան 91.3 միլիոն դոլարը եւ այսպես շարունակ այսինքն եթե անգամ 10%-ն էլ գնա Եվրոպա միևնույնն է մեր տնտեսության վիճակը ծայրահեղ վատ է հնարավոր չի իհարկե ես ընդ որում դա միանգամից չի լինելու Աղավնի ջան ես նորից եմ ասում ցանկացած տնտեսվարող հասկանում եք ինքը միանգամից չի գնում բանկրոտ լուծարման փորձում է պահել սկզբում ինքը գնում է լիկվիդանության խնդիր է ունենում քեշի խնդրեմ է ունենում հա հիմա մեր տնտեսվարողները մի որոշ ժամանակ հետո այս բոլոր ապրանքախմբեր եթե արտադրում են կամաց իրանց զգացնել է տալու արդեն կանխիկի սովը Կանխիկի սովը համալելու բանը ունի երկու որոշում կամ գնա բանկային վարկը վերցնի որպեսզի աշխատանքային կապիտալը համալրի կամ կրճատի արտադրական ծավալները նա դեռ չի շտապելու արտադրական ծավալները որովհետև վերականգնելը արտադրական ծավալների միա եթե կրճատում է շատ բարդ է դա այդ այնպես չի որ այսօր փակեցիր վաղը բացելու ես դա բավական որովհետև մարդկանց որ աշխատանքից ազատում ես նրանք սոված չի մնալ գնալու են ուրիշ բանով զբաղվեն հետո իրանց հետ հավաքելը բավականին ժամանակատար ու երկարաժամկետ խնդիր է լինելու հիմա տեսեք ինչ է տեղի ունենում մի որոշ ժամանակ հետո 3-4 ամսից հետո մայիսի գործողությունները ինձ զգացնել նոր հետևանքները կզգան, այսինքն հիմա չեն զգում։ Հիմա չեն զգալու բանի։ Հիմա ծաղկավաճառները, ջերմոցատերերը թեթև բողոքում են, բայց հույս են կապում, որ կառավարությունը մի բան կանի։ Այո, բայց նրանք ինչ են, այդ հույսով գնալու են, չէ՞ որ իրանք պետք է աշխատանքային կապիտալը համալրեն, պարտադիր ծախսեր կա, որ իրանք պետք է իրականացնեն։ Երբ որ գալու է արդեն այդ հարկերի վճարման ժամանակահատվածը, ինչ ծանրաբեռնվածության կամ վարկերի հետ վերադարձի ժամանակահատվածը բնականաբար նրանք արդեն ընկնելու են ցնցումների մեջ, եթե շուկան չի բացվում։ Եթե մեր երկրում օտարերկրյա ներդրումները անհրաժեշտ ծավալով լինեին, այս կառավարությունը կգնար հարկերի բարձրացման։ Ներդրումները տեսեք դեռևս հարկ չի առաջացնում, որտեղ ներդրումը պետք է վերածվի նաև թողարկման եւ ավելացված արժեքի, հա, եւ դրա համար ժամանակ վերածվեր դրան, ստեղծվեին աշխատատեղեր, ավելի շատ հարկ վճարվեր, չգնար հարկերի բարձրացման։ Կարող է, այո, կլիներ այդպիսի իրավիճակ, որովհետեւ քեզ մոտ ասենք տնտեսական, որովհետեւ քո օրինակ 10000 դրամների ավելացումը, երբ որ ես հնչեցի, դա անվանական մեծություն է, հա, 73 միլիարդը, ասենք որ դու լացուցիչ պետք է տաս, դա անվանական մեծություն է։ Մեկ այլ բան է, երբ որ դու ունենում ես, ասենք 5% տնտեսական աճ եւ պետք է 73 միլիարդի այդ ծանաձողը բարձրացնես, եւ մեկ այլ բան է, երբ որ դու ունես ընդհանուր 11% տնտեսական աճ եւ նորից այդ ծանաձողը պետք է բարձրացնես, հա, որովհետեւ այսօր մենք ունենք շուրջ 11 տրիլիոն դրամանոց տնտեսություն, դրա 10%-ը դա շուրջ անում է 110 միլիարդ ներողություն 1 տրիլիոն 1 միլիարդ դրամ 10%-ը դրա 1%-ը անում է 110 միլիարդ դրամ դրա մենք այսօրվա դրությամբ եթե մտածենք լավացիչ 1% տնտեսական աճից օրինակ մենք ինչքան հարկ ենք հավաքելու դա բավականին զգալի գումար է այսինքն երբ որ քո տնտեսությունը ավելի մեծ ծավալ է ունենում Աղավնի ջան, բնականաբար քո հարկերն են շատանում։ Ինչ ունեք այդ դեպքում օտարերկրյա ներդրումների։ Ես դրա համար օտարերկրյա ներդրումների մասով մենք ունենք ոչ այդքան լավ պատկեր եւ դրա մասին ես ձեզ մոտ եմ ասել տարբեր տաղավարերում եմ ասել, գիտեք, տնտեսվարողները բավականին զգայուն մարդիկ են եւ գրագետ եւ շատ մեծ ռիսկ է նրանց համար հասկանում եք թունելի վերջում պետք է լինի տեսլական տեսողություն լինի
Եվ կարևոր չի, որ գործողությունը կատարեն կոնկրետ հենց քո նկատմամբ, որտեղ երբ որ տնտեսվարողները տեսնում են, որ ոտնձգություն կա, օրինակ ինչ են անում հետի հետ, ես դեպ դրա մասով առաջինն եմ, որ ասացի, գիտեք, այդ մասով մենք պետք է արդեն ականատես լինենք ներդրումների կանգառի, եւ այդպես էլ եղավ, ներդրումները ուղղակի օտարական ներդրումները ի դեպ 23 թվականից է դա նոր չէ սկսել։ Իսկ հետից հետո խորացել է վիճակը, թե ոչ։ Այո, իրականում հիմնական քո օտարակրա ուղղակի իտնազուտ ներդրումների գերակշռ մասը եղել է մնում է վերաներդրված շահույթը, նոր ներդրումներ ավտոնոմ որ կան քեզ մոտ պրոյեկտների, դա արտաքին աշխարհում չկա։ Եվ ի դեպ գիտեք, համաշխարհային բանկից լավ տնտեսագետ Կեր Կորոչանոն մեկ լավ գիրք ուներ գրած Մարիեջ փսակադրություն։ Ինքը այդ փսակադրությունը բնականաբար փոխաբերական իմաստով է եւ իմաստը նրանում էր ասում է, որպեսզի դու արտաքին աշխարհից քո հարմի մեջ նոր հարց բերես, դու պետք է քո կանանցից չբաժանվես, որովհետեւ դա շատ ված ազդակ է դրսի մարդկանց համար։ Հիմա եթե դուք տեսնում եք, որ օրինակ կառավարությունը ինչ որ գաղտնի կերպով դառնում է փայատեր քաջարանում, հետո Վիվասելում, հետո ամուսարում, հետո ամբողջությամբ վերցնում է ծիծաղելի 3 ինչ որ բաներով, որովհետև ես ֆինանսիստ եմ, գիտեք, թողավորության մեկը ինձ ինչ որ շատ կոպիտ եմ ասում, անհեթեթ բաներով ինչ ծանրաբեռնի, որովհետև այն գործունեն տվյալները, որոնք որ նետվում են ասպարից, դա մասնագիտական անհեթեթություն է։ Իսկ մասնագիտական գրագիտությունը հետևյալն է ասում։ Հիմնական թեզը ո՞րն է կառավարության, ասենք, արդյոք հեծը լավ է կառավարվել, թե վատ, ճիշտ է։ Լավ եւ վատ կառավարման հիմնական առաջի ազդակը, երբ որ դու նայում ես ֆինանսական հաշվետվություններին, դա քեզ մոտ շահութաբերությունն է։ Վերցրեք, թող ամեն մեկը վերցնի, չզալանան նայեն օրինակի համար Սամվել Կարապետյանի թիմի ժամանակ կառավարման ցուցանիշները, հա 2015 թվականից եւ դրանից առաջ իդեպ հեծը ինչ շահութաբերությամբ է աշխատել, վնասաբեր է աշխատել։ Եվ 2015 թվականից այս կողմ շահութաբեր է աշխատել։ Բավականին լուրջ շահույթներ է նա գեներացրել, ընդ որում միակ տարին, որ վնաս է ունեցել, դա 2020 թվականն է եղել։ Մնացած բոլոր տարիները շահույթով է աշխատել հեծը։ Ուր է գնացել այդ շահույթը, նայեք կանխիկ հոսքերի աղյուսակը, ֆինանսիստները ինձ կհասկանան, հա, այնտեղ կա բաժիններ, 3 բաժիններ կան, ընթացիկ գործունեություն, կա ներդրումային գործունեություն եւ ֆինանսական։ Ներդրումային գործունեությունը, երբ որ նայում ես, տեսնում ես ահռելի գումարներ, այսինքն այդ շահույթները վերաներդրվել են համակարգի մեջ, որպեսզի համակարգի կայունությունն ու հուսալիությունը ապահովեն։ Այդ դեպքում ինչ է անում հիմա Ռոմանոս Պետրոսյանի կառավարած։ Ես չգիտեմ։ Հեցի երբ իրենք բարձրացնում են աշխատողների աշխատավարձերը, հայտարարում են, որ փակում են վարկերը, բայց ինչ են անում, այդ ներդրումները չեն անում ընկերության մեջ։ Գիտեք, Աղավնի ջան, տեսեք, կարծում եմ, որ այո, որովհետև փողի մեջ, ասենք, պարզ մաթեմատիկա կա, 50 գումարած 50 լինում է 100, չի կարող լինել 150, հասկանում եք, եւ եթե դու կրճատում ես ներդրումային ծախսերը, հասկանում եք, դու մեծացնում ես ընթացիկ ծախսերը, այսինքն վարկերս սպասարկում մարում այնտեղ աշխատավարձերն ես, աշխատավարձը ընթացիկ ծախս է, մնացավ ֆինանսական գործունեությունը։ Բնականաբար պետք է կրճատես ինչ-որ մի տեղից, եթե կրճատում ես դու ներդրումներից, բնականաբար դու պետք է ականատես լինես երկարաժամկետում քո համակարգի կայունությունը կարող է արդեն կաղալ։ Այդ պարագայում կարող է լինել հովարային անջատումը շատ ավելի հաճախակի դառնալ մեզ մոտ վթարները եւ այլ, եւ հետո դու ներդրում չես անում համակարգի հուսալիության եւ կայունության համար։ Ես կարծում եմ, գիտեք, դա ավելի շատ կապված է նախընտրական ժամանակահատվածի հետ եւ այդպես էլ ծրագրված էր, ենթադրում եմ, հեծի բացային քաղաքական մասից, երբ որ կառավարությունը անգլերեն տերմին կհա takeover բռնագրավեց այդ զախվատ, այսպես ասած, վերցրեց հեծը տակը դնելով իհարկե գաղափար, որ մենք ենթադրենք ժողովրդի մասին ենք մտածում, ժողովրդի մասին մտածում ենք, եթե համակարգը կայուն է, եթե համակարգը հուսալի է, երկարաժամկետ հուսալիությունը չեք վտանգում դուք։ Հասկանում եք, իսկ այն վարկեր մարելը, գիտեք, դա լավ է հնչում, որովհետև շարքային քաղաքացիական համար բայց հարց է առաջանում, արդյոք դա լավ է թե վատ, որովհետև շատ դեպքերում ընկերությունները որքան իրանք լայնանում են, որքան ուժեղանում են, դա նորմալ երևույթ է, որ դու վարկեր վերցնես, ներդրում կատարես այսօր համակարգիդ ապագա վտանգները չեզոքացնես,
հետո մաս վարել, եւ դու եթե առաջ ես բերում այդ վարկերը, պետք է հասկանաս տնտեսապես ինչու, որն է քո հիմնական խնդիրը։ Տեսեք, պարոն Արամյան, փաստորեն հեծի միակը չէ, այո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Փաշինյանը այնտեղից բաժնետոմսեր ունի, իր կառավարությունը այնտեղից բաժնետոմսեր է ստացել, Ամուլսար, Վիվասել, հետ Քարզաշավի ընթացքում ասած Արարատ ցեմենտն ենք վերցնելու, այսինքն մենք նաև դրսում ապրող, ստեղծող խոշոր ներդրողին ազդակ ենք տալի, որ կարող է գալ Հայաստան, ներդրում անել եւ մի օր քաղաքական նպատակահարմարությամբ իր բիզնեսը իր ձեռքից խլել։ Ոչ միայն դրսի, գիտեք, եթե նույնիսկ գործող բիզնեսմենները նույն կերպ ասենք այն բիզնեսները, որոնք այսօր հարում են ՔՊ-ին, եթե մի փոքր հեռատեսություն ունենա, ես իրանց տեղը լինեի, կզգուշանայի, որովհետև գիտեք, չեք կարող ասել, թե վաղը ինչ կարող է լինել։ Նույնը կարող է նաև ձեր հետ տանել։ Իհարկե, մենք նախականատես ենք եղել, գիտեք, որ նույն քաղաքական այնց ազգային ժողովում եղել են իրենց թիմակիցներ եւ այն մարդիկ ես հիշում եմ, որ անունները չհնչեցնեմ, ասենք իրենք ինչպիսի ջերմեռանդությամբ էին պաշտպանում ՔՊ-ի գիծը, հասկանում եք, եւ ոչ մի այլ падգամավոր այդպիսի ջերմեռանդությամբ չէր պաշտպանում, բայց ինչ տեղի ունեցավ, որոշակի քաղաքական խաղակարտերի վերադասարման արդյունքում նրանք հայտնվեցին, այսպես ասենք, թշնամիների դաշտում եւ այսօրվա դուրսությամբ պրեսինգի են ենթարկում։ Տնտեսական առումով տնտեսվարողը պետք է միշտ իր առաջ ունենա, եթե խաղի կանոնները քաղաքական կամքից են կախված եւ ոչ թե հավասար են բոլորի համար, սա խիստ վտանգավոր երևույթ է։ Այսինքն նորից մի օր կարող է ընդհանրենք ինքը որոշակի օրեն մի բան անի, ասենք ընդհանրենք անդիմադիրի հետ ընկերություն անի եւ դա դուր չգա գործող կառավարությանը եւ բնականաբար հաջորդի, որովհետեւ հիշենք նույն Սամվել Կարապետյանի մասին կառավարության ղեկավարը բավականին մեծ դրվատանքի խոսքեր էր հնչեցնում տարիներ առաջ։ Պարծենում էր, որ ունեն նմանատիպ, ասենք, բարերար, որը որ ներդրումներ է կատարում, որ աշխատատեղեր է ստեղծում եւ ինչ տեղ ունեցավ ընդհանրապես մի քանի ժամանակ հետո նա ընդհանրապես մի թեզի հիման վրա ամբողջություն 180-աշան փոխեց։ Թող որևիցե մեկը չմտածի, որ իրանք Սամվել Կարապետյանից ավելի շատ գործ են արել Հայաստանի Հանրապետություն, ավելի շատ օգուտ են տվել եւ այդ պարագայում իրանք լիարժեք երաշխավորված են։ Ես օրինակ որպես այդպիսին տնտեսվար այդպես կմտածեի։ Հետևաբար Աղավնի ջան, խոսքը ոչ միայն նորեկի մասին, այլ նաև գործողների մասին է։ Եվ երբ որ մենք խոսում ենք ներդրումներից կամ ներդրումներից, գիտեք, Աղավնի ջան, կարող են լինել փոքր պրոյեկտներ, մեգա պրոյեկտները ավտոնոմ, հնարավոր չի լինել։ Հնարավոր է լինել մեգա պրոյեկտներ, որը այնպեսին ինչպես օրինակ են դատա կենտրոնն է, որը որ լիարժեք մենք գիտենք դրա հետևը նաև կա ամերիկյան շահը։ Նուբար Աֆրեյանն է, այո, նաև կանգնած եւ ամերիկյան շահը։ Եվ ամերիկյան շահն է այդտեղ, այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցակիցս Վարդան Արամյանն էր, կհանդիպենք վաղը։